խաղաղագնդիրներ, ագնդիրներ եւ սիրելի լեմականներ։ Վանացայնեն ցեզի հետ ենք հոյտա լեմի արձիվ հայդակիրով։ Այսօրվա մեր հայդակիրը նվիրված է Հայաստանի վերանգախացման եւ Արցախյան սեպտեմբերյան իրադարձություններուն։ Հայդակրին գրնակ հետևիլ Վանացայնի գայքեչով, ինչպես նաեւ գրնակ դիտել հոյտա լեմի եւ Վանացայնի թիմադեդրի զույգ էջերով։ «1991-ի սեպտեմբերը մեր ժողովրդի նոր արշալույսն էր։ Հայաստանի Հանրապետությունը վերստին կդավ իր բեդականությունը եւ բարձրացուց անկախության դրոշը, գրկնելով նախնիներու երթումը ապրիլ ազատ ու արժանապատիվ։ Նույն տարիներուն Արցախի ժողովուրդը եւս իր ճակատագիրը գերդեց, անոր անկախության հռչակումը եղավ արդար բահանջը, ազատ ապրելու հայրենիքին մեջ եւ պաշտպանելու սեփական հող ու գոյություն։ Արցախը ոչ միայն քաղաքական որոշում էր, այլ քոյամարտի ու ինքնության հայտարարություն։ Սակայն 2020-ի սեպտեմբերյան Արցախի 44-օրյա պատերազմը դարձավ մեր նորագույն ողբերգությունն ու մեծագույն փորձությունը։ Արցախի ամբողջ հայությունը ենթարկվեցավ ցեղասպանական բռնաճնշման, իսկ 2023-ի սեպտեմբերին գորուստի ու դեղահանության։ Այս պատերազմը ցույց տվավ, որ անկախությունը եւ ազատ կյանքը չեն դրվիր, այլ միշտ պաշտպանվիր պիտի ելան միասնական կամքով եւ շարունակական պայքարով։ Այսօր այս դխուր, բայց նաեւ բարդավորվեցնող փորձառություններն սորվելով, պիտի անդրադառնանք Հայաստանի վերանգախացման, Արցախի Հանրապետության հռչակումին, Արցախի սեպտեմբերյան իրադարձություններուն եւ ապագայի մարտահրավերներուն մասին։ Այս նյութերը արձանագրելու նպատակով այսօրվա մեր արձիվ հայդակրի հյուրն է Աստակ օրաթերթի տնօրեն եւ գլխավոր խմբակիր Ընկերշահան Կանդահարյան։ Բարև Ընկերշահան, շնորհակալ ենք գրավերը ընթരാճելու, բարի եկած եք։ Բարև։ Նախ սկսենք անդրադառնալով սեպտեմբերի իրադարձություններու հագասությանց։ Ամիսը կսկսենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումով, որուն կհաջորդի 2023-ի Արցախի բռնի դեղահանում, ապա 2020-ի 44-օրյա պատերազմի սկիզբ։ Ձեր դիտանկյունեն ինչ խորհրդանշական իմաստ ունի այս բոլոր դեպքերու մեկտեղումը։ Այո, սեպտեմբերը այս խորհրդանշական թվականները գներար է եւ սեպտեմբեր 2-ը, որ Արցախի անկախության օրն է, բնականաբար խորհրդի իմաստով շատ մեծ գաբ ունի նաև Հայաստանի վերանգախացման հետ, որովհետև գիտեք, եթե առաջին հանրապետության բարակային մայիս 28-ը սերտորեն կապված էր Սադրաբադյան եւ Մայիսյան հերոսամարտերուն հետ, Հայաստանի Հանրապետության անկախացումը Արցախյան ազատամարտին հետ։ Այնպես չէ, որ բարձրապես միայն ժողովրդավար հանրաքվեով Հայաստանը անկախացավ, Հայաստանի անկախացման իրավական ակտերուն հռչակագրին նախորդեց եւ նաեւ քաղաքական իմաստով ենթահող պատրաստեց Արցախի ազատամարտը, Արցախյան շարժումը սկսած 1988-ին Ստեփանագերդի մեջ, հետո Երևան, հետո ամբողջ հայկական աշխարհը։ Ուրեմն եթե Սարդարաբադը քրավականն է Հայաստանի առաջին անկախության, Արցախը քրավականն է, երաշխիքն է, ենթահողն է Հայաստանի վերանգախացման եւ ադով իսկ նաեւ Արցախի Հանրապետության անկախության հռչակումն շատ ավելին է ամբողջ Հայաստանի Հանրապետության բեդականության վերականգնման հիմնակարը կարելի է համարել Արցախյան ազատամարտը, ինչպես որ Սարդարաբադը եւ Մայիսյան հերոսամարտերը առաջին Հանրապետության գերդող հիմնական թվականները եւ պատմական ակտերն էին։ Ուրեմն ասիկա շատ կարեւոր է այս փոխգաբակցված եւ հիմնակարի այս
հանգամանքը նկատի ունենալը։ Անշուշտ վերջը շատ հանգրվաններ է, ճանապարհներ է անցավ եւ ազատամարտը, ուրեմն պատերազմի բաժինը, բայց նաեւ հագամարտության լուծման համար դիվանագիտական աշխատանքները եւ հոն է, որ մենք պետք է մեկ-երկու կարևոր հանգամանք անպայման նկատի ունենանք։ Արցախը անկախացավ խորհրդային միութենեն։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ուրեմն իրավական համապատասխան ակտով, որ ինչպես որ հարաբերությունները դուրս կգային խորհրդային միութենեն, ինք եւս խորհրդային միութենեն հարակվեով ուրեմն քայլ արավ ժողովուրդը դուրս գալու եւ անկախանալու։ Գիտեք, այստեղ սկիզբը Արցախյան շարժումը, Հայաստանի Գերագույն խորհուրդը, անկախության հռչակագիրը Արցախի Հայաստանի վերամիավորումին մասին խոսեին։ Բայց հետո ալիգա դարբեր քաղաքական պատճառներով վերածվեցավ Արցախի անկախության առաջադրանքին։ Կարևոր է նշելը, որ ոչ թե Ադրբեջանն անկախացավ Արցախը, այլ խորհրդային միութենեն, ինչպես մյուս հարաբերությունները ինք եւս իբրև ինքնավար մարզ, հետևելով համապատասխան օրենքին եւ իրավական հոդվածին, հռչակագրով իր անկախությունը հայտարարեց խորհրդային միութենեն։ Երկրորդ կարևոր հանգամանքը, այսինքն գսեմ, որ նաև շեշտած լանք, որ Արցախը երբեք մաս չի գազմած Ադրբեջանի հարաբերության իրավական օրեն, ոչ առաջին հարաբերության օրերուն, ոչ վերանկախացման օրերուն։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ նաև իրավական նշանակություն ուներ եւ մեր բանակցային գործընթացի ամբողջ փիլիսոփայության հիմքն էր միջազգային օրենքով սահմանված ազգերու ինքնորոշման սկզբունքներ։ Եվ Արցախի ժողովուրդն էր, որ ինքնորոշվեր, ինքը գորոշեր, ուրեմն դուրս գալ խորհրդային միութենեն, ինքը գորոշեր անկախությունը հռչակել, ինքը գորոշեր Արցախի հարաբերություն կերտել, pedagogiություն կերտել, pedagogan համապատասխան գառույցներ ձևավորել, հաստատել եւ այդ ուղղությամբ առաջ գնալ։ Ուրեմն մինչև այսօր ես կգարձեմ, որ հագարակ որ գործընթացին Արցախը ինքնորոշման իրավունքին գարչած մնալը շատ կարևոր է, որովհետև վերջերս էր, որ ուրեմն Կանադայի արտաքին գործոստնախարարությունը իր մեկ հայտարարության մեջ հիշեց այս սկզբունքը եւ ասուր համար է, որ հագարակ այս պայմաններում, հագարակ բռնի դեղահանության, հագարակ Արցախի հայատապումին, քրավումին Ադրբեջանի կողմը, շատ կարևոր է, որ Արցախի pedagogan հաստատությունները, նախագահական, կառավարական, ազգային ժողով շարունակեն իրենց գործունեությունը, որովհետև իրավականորեն ինքնորոշված Արցախի ժողովրդին ընդրած pedagogan մարմիններն են։ Նաև ուրեմն անոնց գործունեության շարունակությունը կարևոր է նաև ազգերու ինքնորոշման իրավունքի բավականման եւ այդ հիման վրա Արցախի էջը չփակելու մեր ընդհանուր աշխատանքները, որովհետև նաև եթե այսօր Կանադայի օրինակը դվինք, հիմա նաև Զվիցերիի օրինակը դանք երկու երկբալատ դրությամբ, երբ որ իրենց գործադիր իշխանության գոչ ուղեցին, որ վերադարձի իրավունքի համար կամ Արցախի ժողովրդի բռնադեղահանված ժողովրդի վերադարձի կամ հարցի արձազման համար երկխոսություն նախաձեռնեն Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչներու միջեւ եւ շատ կարեւոր է այստեղ իբրև գոմ Արցախի ներկայացուցիչներ նշումը Զվիցերիո երկու բալատներու գոմ է
Ուրեմն մենք պետք է մտածենք, որ ովքեր պետք է ներկայացնեն Արցախը պետք է ներկայացնեն վտարանտի դարձած բռնի դեղահանված Արցախի ինքնորոշված դարձյալ միշտ մտաբերենք ինքնորոշված Արցախի ժողովրդի ընդրած pedagogan հաստատություններու ներկայացուցիչները եւ իրենք է որ օրինակ եթե Զվիցերիան այդ նախաձեռնությունը առնե եթե Ադրբեջանը ընդառաջ է ուրեմն Արցախի գոմե պիտի ներկայանան բնականաբար պաշտպանելու Արցախի օրինակ հավաքական վերադարձի իրավունքը ռազմակերիներու ազատ արձակման խնդիրը կամ հոգևոր մշակութային ժառանգության պահպանման այդ աշխատանքները ուրեմն ես հոլովույթը շատ կարևորագույն հանգրվանները բարձրացված ծավալ ներկայացուցի անպայման նկատի պետք է ունենալ որ քանի որ սեպտեմբերի մասին խոսենք Հայաստանի Հանրապետության վերանգախացման հիմնական քրավարկանը Արցախի ազատամարտներ եւ Արցախի անկախությունը եւ Հայաստանի Հանրապետության անկախացումը փոխկապակցված են եւ իրար երաշխավոր են եւ երկրորդ ուրեմն միջազգային իրավունքի համապատասխան եզրույթը ասկերու ինքնորոշման իրավունքը որ ամբողջ փիլիսոփայություններ փանակցային կորզընթացի հայկական գողմի գառուցած ուրեմն բանջներուն եւ մոդեցումներուն Ինչպես կիմաստավորեք Հայաստանի վերանգախացումը ինչ դասեր ունի կաղելիք նորանոր անկախություններ գերելու համար Ուրեմն Վերադառնանք Հայաստանի Հանրապետության անկախացման նշենք նաև որ գիտեք Արցախյան ազատամարտի այդ շարժումի նախօրյակին գենսոլորդային խնդիրներով առաջին ցույցերն էին Դագավի խորհրդային միությունը չէր գազམ་ականտված եւ նույնիսկ միջազգային քաղաքագիտական քրագանությունը իբրև առաջին շարժումներ խորհրդային միության գազམ་ականտումի գնկադե Հայաստանի Հանրապետությունը ագնարգելով գենսոլորդի թեմայով այդ կարգախոսներով առաջացած շարժումներուն ցույցերում Գարցեմ նաև որ այս մասին եւս վերլուծումներ կան ոչ միայն հայկական դաշտի մեջ ընդհանրապես միջազգային քաղաքական քրագանության որ երկրաշարժը նաև գիտեք ապոչ ալիքմը ասենք օժանդակություններու դարբեր երկիրները փրկելու համար ուրեմն ավերակներուն դակ մնացածները ընդհանրապես վիրավորները հաշմանդամ դարձածները հիվանդանոցային կորձիկներ հասցնելու միջազգային ալիքմը ուրեմն հարաճացավ դեպի Հայաստան եւ խորքի մեջ առաջին այդ մեծ մուտքներ երկաթե վարակույրեն ներս եւ հոներ նաեւ որ ուրեմն աշխարհը կամ միջազգային հարային գարձիկը նաեւ բոդեն ցանոթացավ խորհրդային միության ոչ միայն ջարդարաբեդության այլ որ այլապանական իմաստով նաեւ փխրունության ոչ այդպես ամուր գառուցվածքին ինչ որ դպավորություններ նաև հասարակական իմաստով, նաև pedagogan իմաստով, նաև քաղաքական իմաստով եւ այդ մեկը եւս գրնա ուրեմն արակացնող կորձոն հանդիսացած լալ ընդհանրապես խորհրդային միության գազམ་ալուծման չնայած որ այնտեղ նաև Գորբաչովի շարժումներ եւ այլն բայց Գենսոլորդի թեմայով առաջին համարձակ ցույցերը Դագավին խորհրդային միության դարածքին քաղաքացիական կամ ավելի ճիշտ փողոքի նման ցույցեր չէին եղած երկրաշարժը անշուշտ առընթեր եւ ադոր հաջորդած շատ ավելի լայնածավալ Արցախյան շարժումը Արցախը ադրբեջանական բռնադիրութենեն ազատագրելու առաջադրանքով ուրեմն այդ ծավալը ստացած շարժումը այս բոլորը շատ կարևոր
հանգամանքներն են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության, այլ ինչպես ասի նաև իրենց ասացությունը ունեցած են անուղղակիորեն, դերևս նաև ուղղակիորեն խորհրդային միության գազալուծման։ Ես քիչ առաջ զուգահեռ կզեցի 1918-ի անկախության եւ 1991-ի անկախության, այնտեղ նաև քաղաքապարական ընկալելով Սարդարաբադը եւ Արցախը եւ այդ զուգահեռը, որովհետեւ ուրեմն այդ շարժումը նաև համահայկական էր եւ այդ շարժումի քաղաքապարախոսության հիման վրա նաև մշակվեցավ, խմբագրվեցավ, բանացվեցավ անկախության հռչակագիրը եւ խորհուրդը ամբողջ անկախության հռչակագրին իր համահայկականության մեջն է, որովհետև այնտեղ խոսվի նաև համայն հայության իղձերու գադարման կամ գենսակոծման մասին, փարացիորեն ադիգա նշված է, կխոսվի պատմական իրավունքներու վերականգնման մասին, կխոսվի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքներուն սադար հանդիսանալու առաջադրանքի մասին եւ անշուշտ Արցախին Հայաստանին վերամիավորման մասին։ Ուրեմն ամբողջ խորհուրդը, որ մեր այսօրվա անկախ pedagogiության հիմքն է, 1988-ի Արցախյան շարժումի իբրև հետևանք նաև այն քաղաքապարախոսությունն է, ես պիտի ասեի pedagogan քաղաքապարախոսությունը, որ համահայկական խնդիրները գրծավ շատ իրավագիտականորեն բանացվել անկախության հռչակագրի մեջ։ Այսօր դժբախտաբար այդ հիմքն է, որ գահարվածվի։ Այդ հիմքն է, որ գահարվածվի, որովհետև գիտեք, որ այսօրվա գործող սահմանադրության նախապանի մեջ հղում կա անկախության հռչակագրին։ Եվ երբ որ հղում կա, անկախության հռչակագիրը կստանա նաև սահմանադրական լիազորություն։ Իրավական ուժ կունենա նաև եւ սկզբունքով Հայաստանի pedagogan քաղաքականությունը պետք չէ սահմանե անկախության հռչակագրով ցեղագերբված այդ սկզբունքներուն։ Այսօր կհագասե, անշուշտ կհագասե։ Այսօր այդ բոլորը որ գրանցվին հագասահմանադրական են, անշուշտ հագասահմանադրական են, որովհետև անկախության հռչակագիրը, ինչպես փորձեցի բացատրել, սահմանադրության նախապանի մեջ եղած հղումով ունի սահմանադրական ուժ։ Այսինքն pedagogan որևէ ներկայացուցիչ չի գտնար հայտարարել, որ այնպիսի հայտարարություններ կատարել, որոնք կհագասեն անկախության հռչակագրի մեջ դեղ կդած համահայկական այս հիմնադրույթներն։ Ուրեմն խորհուրդը կամ արժեքը, որ կուզեիք ընդգծել, ուրեմն Արցախյան ազատամարտի քրավականն է վերանկախացման Հայաստանի Հանրապետության եւ մեր համահայկական առաջադրանքները փանացված անկախության հռչակագրին, որ առ այսօր կշարունակի պահել իր սահմանադրական իրավական ուժը եւ որոնց համար պետք է պայքարել մինչեւ վերջ, որովհետեւ անկախության հռչակագիրը շարունակի պահել իր սահմանադրականությունը։ Անցնենք հաջորդ հարցումին, 44 օրյա պատերազմը եւ դժբախտաբար անոր բարդավողական ավարտը, որքան կգարձեք փոխեց հայության ինքնության եւ պատկանելիության հոգեբանությունը։ Ինքնության առումով կրնամ ասել, որ գիտեք Արցախի Հանրապետության գերդումը եւ մեր հաղթանակը Ադրբեջանին հաղթանակած ազգի հատկանիշեր ապահովեց մեր հավաքական ինքնության եւ դա շատ կարեւոր է եւ խորքի մեջ նաեւ այդ անկախության հռչակագրի համայն հայության իղձերու կամ Արցախի Հայաստանին վերամիավորման համապատասխան դրույթի առարգայացումներ
Իսկ մեր բարակային Տաշնակցության ծրագրով բանացեված Միացյալ Հայաստանի գերդված առաջին հանգրվանը։ Այսինքն գար առաջին հարաբերությունը անցած խորհրդային գարկերու ժառանգված ուրեմն այսօրվա վերանգախացած հարաբերության եւ առաջին ազատագրված հայկական տարածքը, որ բնականաբար մաս պիտի կազմի մեր առաջադրած ընդհանուր Միացյալ Հայաստանին։ Ուրեմն այդ առումով եւ հաղթանակած ասկի եւ նաեւ Միացյալ Հայաստանի գերդման համար առաջին տարածքի ազատագրման այս երկու կարևոր ուրեմն իրականությունները բնականաբար մեր հավաքական ինքնության վրա աստած էին։ Իսկ անոր գորուստը բնականաբար հարված է նաեւ, որովհետեւ յետարցը ուրեմն եւ հաղթանակած ասկի եւ նաեւ Միացյալ Հայաստանի առաջին ազատագրված տարածքի վերստին գորուստի առումով, բայց գիտեք մենք 70 տարի սպասեցինք, որովհետեւ Հայաստանը վերանգախանա, չէ՞, եւ անհնարին էր դերևս քաղաքականորեն դրամապանելը, պատկերացնելը, որ խորհրդային միության պես հզոր կայսրությունը ինչպես փուլ պիտի կա եւ Հայաստանը պիտի անգախանա, առավել եւս հազիվ անգախացած մտնե պատերազմի, ուրեմն այդ ադրբեջանական բռնադիրութենեն ազատագրը նաեւ Արցախը, բայց եղավ, արձանագրվեցավ։ Խնդիրը նաեւ աշխարհակաղակական դարաձաշրջանային փոփոխություններուն հետ բնականորեն գաբ ունի եւ երբ որ բահը կա, բայց ում պետք է պատրաստ լինես, քաղաքապարականորեն պատրաստ լինես, բդովի հոգեբես քաղաքապարական առումով զիջած չլաս քո իրավունքներդ եւ ադոն համապատասխան իրավական պայմանագիրներ ստորագրել չլաս, որովհետեւ այդ դեսլագանը, այդ առաջադրանքը, այդ նպատակը շարունակես պահպանել իբրև քո գործունեությանդ առաջնային խնդիր, նպատակ, որովհետեւ երբ որ բահը կա, դու կարողանաս քայլ առնել։ Ինչպես որ եղավ, աշխարհակաղակական ընդհանուր իրավիճակը ստեղծվեցավ, խորհրդային միության ուրեմն այդ երկաթե վարակույրը սկսավ ջեղկվել, գազམ་քանտումի գործընթացը սկսավ եւ մենք առաջիններեն եղանք եւ ադոր նպաստող եւ նաեւ իբրև անկախություն հետավնդող կամ անկախություն իրականացնող ժողովուրդ։ Քաղաքականությունը հարապոփոխ է։ Ադիգա շատ քաղաքագիտական բարձ դեսություն է, բայց քեր արագ ծավալ հարապոփոխ է ներգա տարուն, ներգա աշխարհագարքի մեջ ամեն ինչ շատ արագ կփոխվի, հանգարց մի քանի օրվա մեջ դասնամյակներու վրա հաստատված վարչագարկեր կդաբալին մեր ամիջական շրջապատի մեջ, ընդհանուր դարաձաշրջանի իրավիճակը քարտեզը կփոխվի, ուժերու հարաբերությունները կփոխվին, կարևորը այն է, որ մենք չհրաժարինք մեր սկզբունքներեն, մեր նպատակներեն, շարունակենք պահպանել այս բարակային անկախության հռչակագրով բանացված համահայկական առաջադրանքները, դեր գանտնենք անկախության հռչակագրին եւ շարունակենք պահանջել մեր իրավունքները, երբ որովհետեւ բահը կա, մենք կարենանք իրավիճակ ստեղծել Հայաստանի Հանրապետության հաշվին այս բարակային Արցախի իրավիճակը դարձյալ փոխելով, որովհետեւ բոլորովին այլ իրավիճակեր, այլ բռնադիրություններ եւ Արցախը ազատագրվեցավ, երբ որ բահը հասունացավ։ Լավ, Արցախի ավակա երբ կսենք, ինչն է որ մեզի գներշնչե, բիդի ներշնչե։ Իրաբաշտ լանք ներգա պայմանները այնքան հուսատրիչ չեն, ամեն օր նոր զիջում, ամեն օր մեկ կայլի հետ։ Ներգա պայմանները հուսատրիչ չեն, այո, Արցախը գրավված է, հայատապված է, ճիշտ է, բայց օրինակ մի քանի կետ կա, որոնց վրա մենք պետք է շարունակենք աշխատել եւ վերածենք համահայկական օրագարկի։ Նույնիսկ եթե իշխանություններու համար օրագարկ չեն կամ ընդհանրապես նաեւ անոնք
թույլ չեն դար որ այս աշխատանքները ցերնարգվին, բայց ես կգարձեմ որ գա օրինակ համահայկական օրագարկ կրնալալ եւ Դաշնակցության առընթեր նաեւ այլ գուսակցություններ, այլ ուժեր, այլ շրջանակներ, այլ միություններ, եթե օրագարկ ձևավորենք, որ թադավարտենք Ադրբեջանի գոմե աբորինապար իրենց մոտ բաղվող թե ռազմակերիները եւ թե բադանտները եւ բանջենք անոնց ազատ արձակումը, ասիգա կգարձեմ որ համախմբող օրագարկ է ամենամարդ գուզե որ Ադրբեջանը բարդատրվի միջազգային ընտանիքի կողմէ որ ազատ արձակի ռազմակերիները եւ բադանտները մեկ չէ երկրորդ միջազգային օրենքներու հիման վրա եւ adոնց նախատեպերը կան դարբեր հագամարտություններու պատճառով բռնի դեղանված ժողովուրդը միջազգային օրենքով իրավունք ունի հավաքական վերադարձի իրավունք իր դունը իր բնորանը իր գրոնական գետրոնը այս բոլորը նաև գդեղավորվին մարդու իրավունքներու սահմանումներում մեջ եւ կարելի է ուրեմն այս գեդը եւս վերածել համահայկական օրագարքի եւ շարժում առաջացնել այս ուղղությամբ, չէ՞։ Բանջել, աշխատել, ինչ որ նաև այդտեղի հանձնախումբերը այսօր իրենց առաջնային օրագարկին վերածածեն։ Երրորդը, որ նաև քրիստոնյա աշխարհը գրնա շահագրգիռ, ինչու գսեմ քրիստոնյա աշխարհը, որովհետև Ադրբեջանը շատ ակտիվ ցևով Վատիկանին հետ համաձայնություններ կստորագրե եւ ամբողջ պատմությունը գնեն կապոխե, ասելով որ Ադրբեջանի նախնիները եղած են նաև որոշ առումով, այսինքն Ադրբեջան տարածքի մեջ ապրողներու նախնիները եղած են հայեր, այսինքն մեր հոգևոր մշակութային ամբողջ ժառանգությունը դեռ գոչնչացնե, դեռ ջարդարավերությունը կփոխե, դեռ եղածին պես կբահե, բայց կներկայացնե իբրև աղվանական, ուդիական եւ այլն։ Ուրեմն այս խնդիրները եւս թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոտ, թե համաշխարհային մշակութային կենտրոններու մոտ, թե քրիստոնեական աշխարհի մոտ նախպաստելու որ ամբողջ քաղաքագրթությունը կփնաչնչվի այնտեղ համամարտկային նշանակություն արժեք ունեցող քաղաքականություն, ասում բարձրապես օրինակներ են որ կարելի է վերածել համահայկական օրագարկի եւ անթույլ անընդմեջ անընդհատ աշխատել այս ուղղությամբ եւ հստակաբար երդասարտությունը մեծ թեր կնա վերցնել նաեւ այս օրագարկերու ոչ թե միայն ձևավորման, այլ այդ ուղղությամբ աշխատանք դանելու առումով։ Վերջապես, որքան կարևոր է երդասարտությունը քաղաքականությամբ զբաղի, որբեսի իսկացումներով չարաչնորդվի նման իրավիճակներու, որբեսի իսկապես բամը փոխենք մեր իրականության մեջ։ Այո, համաձայն եմ, որ սկացական պետք չէ լալ, մանավանդ քաղաքական աշխատանքներու մեջ պետք է մեթոդապանություն ունենալ, պետք է նաև ռազմավարություն մշակել, յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու համար պետք է հատուկ ռազմավարություն եւ նաև աշխատանքարկ մեթոդապանություն, բայց ադոր առանթեր նաև քաղաքական պատրաստություն, ադոնք միջոցներն են աշխատելացեվի միջոցներն են, բայց այդ քաղաքական պատրաստությունը այսօրվա խնդիրները, մեր համահայկական հարցերը, Հայաստանի ապրած այսօրվա օրախնդիրները, Հայաստանի դաշնակցության այնտեղի դարած գործունեությունը, այնտեղի մեր երդասարտական կամ ուսանողական միության դարած գործունեության կամ ցերնարկներու ինչ որ ծևով մասնագիծ դառնալը, այդ բոլորին նաև սպիրկեն օժանդակելը եւ նաև ինչու՞ չէ շրջանակը ավելի լայնցնելով մեզ մեծ դուրս գտնվող երդասարտ դարը մեր խնդիրներուն բերել այս բոլորը նաև քաղաքական աշխատանքի ենթահողի ձևավորման նպաստող աստակներ են, գործոններ են եւ մեր ամենա մղիչ գործոնը ուժը երդասարտությունն է, բայց ես մեկ կետ կուզեի եւս ավելցնել, որ երդասարտությունը ոչ միայն ուսակցության որոշած գործունեությունը, պլատֆորմը, որոշումները, բանացերները պիտի իրականացնե, երդասարտությունը ինքը պետք է նաև օրագարկ բերե, ինքը պետք է ծրագիրներ բերե,
ինքը պետք է նախաձեռնություններ առնի, ինքը պետք է նաև նորարարություն բերե ոչ միայն իբրև աշխատելացև նորարարություն, իբրև նաև գաղափար, իբրև միտք, իբրև ծրագիր եւ այսօր այնքան բաց համագարկ կա, այնքան համեմատական դրամապանություն կա ամեն ինչի մեջ, դարբեր բարականեր ուսումնասիրելու, դարբեր բայկար մղող ժողովուրդներու, թաթերավնտող ժողովուրդներու, գամ հայրենիք գործընծուցած ժողովուրդներու իրավունքներու վերականգնման համար դարբեր եղանակի աշխատանքներ դանելու, որ այս բոլորը կգարձեն, որ պիտի կան երիտասարդության են։ Այսինքն երիտասարդությունը ոչ միայն պիտի գործադրի այլապես որոշվածը, այլ երիտասարդությունը ինքը պիտի նոր նախագիծեր մշակե եւ օրագարկի վերածի։ Ընկեր Շահան, շնորհակալ ենք այս զրույցին։ Այսպիսով ասած գլանք Հոյտալեմի արդի վայրակրին ավարդին։ Մեր այդակիրը դարձյալ գնանք թիդել Հոյտալեմի եւ Վանացյանի թիմադեդրի զույգ էջերեն, գանտիվինք դարբեր հաղորդումներով, հետևեցեք մեր էջերուն ցդեսություն։